Հաջորդ հարցը Կարինե Սահակյան, Mega News։ Պարոն Փաշինյան, դուք հայտարարում եք պարբերաբար արտաքին բալասավորված քաղաքականության վարման մասին եւ երեք արդեն որոշակիորեն հստակեցումներ մտան թրիփի ծրագրի շրջանակներում։ Բալասավորումը այս ծրագրի շրջանակում խախտվում է թե ոչ ձեր պատկերացումներով եւ դիտարկումներով Ռուսաստանի եւ մասնավորապես Իրանի հետ, քանի որ կան նաեւ որոշակի զարգացումներ Իրանում, որոնք կարող են դարձնել Հայաստանը գուցե եւ ուղղակի տարածք Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ։ Մենք Իրանի Իսլամական Հանրապետության մեր գործընկերների հետ շփումներում բազմիցս ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը Իրանի պետական անվտանգության դեմ միջոցներ չի ձեռնարկի եւ նույնը ակնկալում ենք նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությունից, ինչ վերաբերում է բալանսավորված կամ բալանսավորման կամ հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությանը, ընդհակառակ կարծում եմ տրիպը հենց այդ արտաքին քաղաքականության շատ տեսանելի եւ շատ կարեւոր հաջողություն է։ Այստեղ խնդիրը այն է, որ բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության էությունը եւ նպատակները պետք է հասկանալ եւ այո, ես կարծում եմ, որ դա մեծ հաջողություն է, որ Հայաստանի անկախության, ինքնիշխանության աստիճանը էականորեն բարձրացնում է եւ իմիջայլոց, երբ որ խոսում էին անվտանգության երաշխիքների մասին եւ այլն, եւ մեր անվտանգության ընդհանրապես համակարգում այս միջազգայնացումը եւ միջազգային խաչմերուկ խաղաղության խաչմերուկ դառնալու այս process-ը շատ կարեւոր գործոն է մեր երկրի արտաքին անվտանգության ապահովման համար։ Հնարավոր է, որ այս հավասարակշռումը այնքան վատանացի վիճակը, որ մենք Ուկրաինայի օրինակին բախվում։ Ոչ, հնարավոր չէ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար